Հայաստան, վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է։ Այս կարգախոսով է մեր երկիրը հունիսի 6-ին հյուրընկալելու դասական Եվրատեսիլը, որն անցկացվելու է Օպերայի եւ Բալետի ազգային ակադեմիական թատրոնում, եւ որին մասնակցելու է 11 երկրի ներկայացուցիչ։ Հայաստանը ներկայացնելու է ֆլեյտահարուհի Էլեն Բիրաբյանը։ 15 տարեկանում նա հասցրել է փայլել հարյուրավոր բեմերում եւ նվագել 40-ից ավելի հեղինակավոր նվագախմբերի հետ։ Մրցույթը մեր երկրում անցկացնելու գաղափարն առաջացել է 3 տարի առաջ։ Մոտ 2 տարի էլ պահանջվել է միջոցառմանը պատրաստվելու համար։ Անցկացնելու ենք դասական երաժշտության մի մեծ տոն եւ կարծում եմ սա շատ կարեւոր է, որովհետեւ Եվրատեսիլների շարքում ընդհանրապես դասական Եվրատեսիլը այդքան էլ հայտնի չէ եւ հատկապես մեր հեռուստադիտողին հայտնի չէ։ Մենք փորձելու ենք հենց այս միջոցառման միջոցով ավելի հանրայնացնել դասական Եվրատեսիլ երևույթը Հայաստանում։ Մրցույթի անցկացման օրը խորհրդանշական է։ Հունիսի 6-ը Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Այս տարի լրանում է նաև Օպերային թատրոնի շենքի հիմնադրման 100-ամյակը։ Կառավարության կողմից ձևավորվել էր հոբելյանական հանձնաժողով, որպեսզի մենք մեր ճարտարապետության այս կարևորագույն նմուշը դարձնենք ավելի տեսանելի եւ այս ուրեմն շենքի պատմությունն էլ ընդգծելով նաեւ մեր ճարտարապետական մշակույթի մասին խոսենք եւ ես շատ ուրախ եմ, որ դասական Եվրատեսիլի անցկացումը Օպերային թատրոնի շենքում մեզ հնարավորություն կտա նաեւ խոսել շենքի մասին։ Դասական Եվրատեսիլը հանդիսատեսին խոստանում է հետաքրքիր լուծումներ։ Միջոցառումը տեղի ունենալու 2 հատվածում, շենքի ներսում եւ նաեւ 1 հատվածը տեղի ունենալու շենքի դրսում, այսինքն տանիքին, եւ մենք օգտագործելու ենք նաեւ թատրոնի շենքի տանիքները եւ տանիքին բեմադրվելու է ժամանակակից արվեստ, ինչպես նաեւ բալետային արվեստ եւ նաեւ օգտագործվելու է Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Երևանն այդ օրը դառնալու է դասական երաժշտության մայրաքաղաք։ Մրցույթը հեռարձակվելու է ոչ միայն Հայաստանում, այլև մասնակից մյուս 10 երկրներում։ Դասական Եվրատեսիլը այն հարթակն է, որը կարող է հանրային լայն լսարան ապահովել եւ դասական երաժշտությունը հանրահռչակել։ Առաջիկա սպասվող իրադարձությունը կարևորում եմ նաև մշակութային քաղաքականության տեսանկյունից եւ շատ կարևոր է, որ դասական արվեստը դարձնենք ավելի տեսանելի եւ հանրային առումով ավելի ընդգծենք դրա ներկայությունը մեր կյանքում։ Եվ այդ իմաստով պետք է նաև մենք այն մտայնությունը, որ դասական արվեստը իրականում հանդիսատեսի առումով ավելի պահանջկոտ է եւ չի կարող լայն լսարան ունենալ, այս մտայնությունից հրաժարվենք։ Դասական Եվրատեսիլ 2026-ի բրենդինգի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Մինաս Ավետիսյանի ջաջուր կտավը, որի գույները պատկերված են գլխավոր խորհրդանիշ հանդիսացող թավջութակի վրա եւ խորհրդանշում են նաեւ Հայաստանի եռագույնը։ Իսկ բրենդինգում օգտագործված նոտաները վերցված են Արամ Խաչատրյանի դիմակահանդես ստեղծագործությունից, ընդգծելով հայկական դասական երաժշտության կարևորությունն ու միջազգային ներկայությունը։ Դասական Եվրատեսիլն անցկացվում է հանրային հեռուստաընկերության ու Եվրոպական հեռարձակողների միության գործակցությամբ, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձր հովանու ներքո։ Լիանա Խաչատուրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։